Ողջույն ժողովուրդ, ես Տերնակաբերդի ներքևի հատվածից բանն է, ծառուղին է, ջոմուղին է, որ դարավոր սալիկներ կար, ստեղ 2 տարի առաջ անցած տարի կամ նախանցյալ տարի հանեցին, ասֆալտա պատեցին ու մարդիկ հիմնավոր մտահոգություններ ունեին, որ սա վերածելու եք մայրուղու, ճանապարհի, մեքենաների, ինչ եք ասում դուք, քաղաքապետարան եւ այլն, ասում եք, որ սա բան է լինելու հրշեջ մեքենաների եւ շտապօգնության մեքենաների համար է միայն հրշեջ մեքենաներ են ոնց որ թե այն էլ ոնց որ շտապօգնություններ, չէ՞։ Մի ամսից ավել է, ես մի 5-6 անգամ վիդեո նկարում անդադ չեմ գցում, ջնջում, որտեղ վերջում շատ վատ բաներ եմ ասում ձեզ, շատ վատ բաներ, այս անգամ չեմ ասել շատ վատ բաները, բայց տեսեք, հիմա, չգիտեմ, Երևանի քաղաքապետարան, Համալիրի տնօրինություն, Տերնակաբերդի տնօրինություն, իրար հետ ժողով եք անում, ինչ եք անում, որոշում եք սա ում պատասխանատվության տակ է, ով է սուտ խոսած է, ով է փողի համար, սա կոմերցիոն միջոցառում է, չգիտեմ, մի 10 օր առաջ կրոնական կոմերցիոն միջոցառում էր, հավաքույթ էր, այսինքն ակնհայտ է վճարել են Համալիրին, այդ վճարի մեջ մտնում է, որ իրանց համար ճանապարհ բացեն, իրանք սենց գնան գան, շատ արագ, ոստը կոնֆլիկտներ է բարբերաբար լինում մարդկանց հետ, որովհետև ստե մարդիկ գալիս են իրանց երեխեքի հետ, հեծանիվներով, շներով, վազորդները, այս սա նորմալ չի, այս տարին 365 օր կարող է կոմերցիոն տալ ես Համալիրը ու ճանապարհը սենց բացել։ Սրա համար եք, չէ՞ ասֆալտ արել։ Այսքանը։ Այս հարցը լուծեք։ Փակեք այս ճանապարհը։ Սա պետք է սուր հրատապ շտապօգնության եւ հրշեջ բաների համար լինի։ Ուրիշ ոչ մի բանի համար։ Այս աղբամաններն է վերացրեցիք այս բանից հետո, այս բարե նորոգումից հետո, ճակերտա, որ չնայած որ կարել քիչ էր օգնում, մարդիկ մեկա սենց էին, այս էր մարդկանց դեմքը, այս էր, սենց է մնացել է, աղբամանան դեր էր դրած, իրանք մեկա կողքները նստած, այս անում էին, սրանց բան չի փոխվել, բայց ոչ բոլորի մոտ կային, որ գցում էին, հա, գլխավոր մյուս ամենակարևոր խնդիրը, քանի որ հայը սիրում է ավտոյից իր բիչոկը չհանգցրած շպրտի, հայ ասելով հայի 98% եմ տեսած, իմ ծանոթների մեջ էլ բոլոր տեղերն էլ, բոլորները ծանոթներ ունեն, սիրում է մեքենայից իր բիչոկը չհանգցրած գցի, ու այս մի ամսվա ընթացքում շատ եմ տեսել, որ շպրտում են, կողքին նստողն է շպրտում, ժողովուրդ, ամռան վերջն է, չորացած են, բնությունը, խոտերը, մի հատ բիչոկից կարա ստեղ հրդե բռնկվի, դու գիտեք դա ոնց է տեղի ունենում, դուք ոչ մի բան մասին է հոգ չեք տարել, ոչ զնակեր դեր, ոչ ցուցանակներ եք դրել, որ չգցել, ծխախոտը չգցել, ոչ աղբամաններն եք դրել, աղբամաններ եղած հավաքի տարել եք, լավ դուք այլի գալիս եմ են, լավ դուք մարդ եք, վատ բաներ ուրիշ չասեմ, չկա մարդ տնօրինություն չկա, որ ստեղ մեկ անցնի իր ենթակայության տակ տարածքները տեսնի, խնդիրները տեսնի, որ չկա աղբաման, որ բարբարոս վիճակ է ստեղ, որ ինչն է պակաս, ինչն է ավել, ինչ խնդիրներ կա, լավ սենց վերաբերմունք ես չեմ պատկերացնում, չգիտեմ, չեն էլ հրահանգավորում, որ դանդաղ քշեն, որ ստեղ պետք է քայլելու արագությամբ իջնես, բարձրանաս, սա այսօր կիրակի եմ, քիչ խախանդ է, 2 շաբթի, 3 շաբթի, ստեղ ոնց որ մայրուղին է ասում, անհնար է ստեղ սենց բարձրանալ, պետք է մտնես մեջերով, այսքանը լավ, գլխավոր խնդիրները, սա մարդկանց համար վտանգավոր է, այս բանը, երկրորդ դուք խաբել եք հերթական անգամ, որ ստեղ չի լինելու սենց բաներ, լինելու հրշեջ եւ շտապօգնության մեքենա, երրորդն էլ որ հրդեհի վտանգը
բազմապատիկ ավելանում է։ Չորը այստեղ հայներ սիրում է շպրտել իր բիչոկը։ Մի հատ այստեղ ընկավ, սենց գնալու է։ Ու ինչպես ասում էր Մըրֆիի օրենքը, եթե ինչ-որ բան կարա լինի, կլինի, եթե ինչ-որ պարբերությամբ մարդիկ իրենց պատուհաններից մեքենայի շպրտում են բիչոկ, հնարավոր չի հրդեհ անխուսափելի այստեղ, այսքանը։